Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը ազգային ժողովի Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն է, ողջույն, պարոն Օհանյան։ Բարև ձեզ։ 2025 թվականը մոտենում է ավարտին, ձեր գնահատմամբ այն ինչպիսին էր Հայաստանի եւ հայ ժողովրդի համար, ինչպիսի դրական կամ գուցե բացական արդյունքներ կարձանագրեք։ Շնորհակալ եմ հրավերի համար, երկար ժամանակ ձեր հետ չէինք զրուցել։ Շնորհակալություն տալու համար։ Ընդհանուր առմամբ 2025 թվականը, քանի որ նախընտրական տարի էր, գիտեք, որ հաջորդ տարի խորհրդարանական ընտրություններ են եւ այդ առումով առանձնացնել 25 թվականը մյուս տարիներից, ինչ մենք տեսել ենք այս իշխանության ղեկավարության օրոք, մի քիչ դժվար է եւ առանձնացնել որովհետեւ մի ձեռքբերում, եթե հաշվի չառնենք, ասենք, տեղային, մարտավարական, ներքին օղակներում ինչ որ շինարարություններ, ասֆալտներ եւ այլն, բայց ես գտնում եմ, որ այս իշխանությունների ղեկավարման տարիներին, այս 7 տարիների ընթացքում մենք ունեցել ենք եւ բացթողումներ, ունեցել ենք եւ բանակցային գործընթացի ձախողումներ 19-20 թվականներին, 20 թվականներին ունեցել ենք պատերազմ եւ պարտություն, այնուհետեւ 21, 22, 23 թվականներին նաեւ Ադրբեջանի զինված ուժերի այսպես հարձակողական գործողություններ Հայաստանի Հանրապետության տարածքների շուրջը, 23 թվականին գիտեք, որ Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվել է ցեղասպանություն եւ դա մեր ժողովրդի եւ ողբերգությունն է եւ ամոթն է 2024 թվականին ունեցել ենք սահմանազատում եւ սահմանագծում, որ մեր շահերից չի բխել եւ միջազգային սկզբունքների դեմ է եղել եւ մենք հանձնել ենք մեր տիրապետության տակ գտնվող տարածքներ եւ ոչինչ չենք ստացել եւ 2025 թվականը մենք հայ ժողովրդի համար, Հայաստանի համար եզրափակվել է այդ խաղաղության օրակարգի ներքո նախաստորագրված փաստաթղթերով, որտեղ որ այդ նույն փաստաթղթերի մեջ մեր շահերից բխող որևիցե մի կետ չկա, վերաբերող եւ տարածքային ամբողջականությանը եւ գերիներին գտնվող Ադրբեջանի բանտերում եւ նրանց նկատմամբ շինծու դատավարություններով եւ այլն եւ այլն։ Եվ այդ առումով ասել, որ 25 թվականը ինչ որ մի ձեռքբերում մենք ունեցել ենք, դժվար է ասել, քանի որ փորձեմ ներքանցան արգումենտներ բերել, որպես ձեռքբերում ասում են, օրինակ, սահմանի կրակոցներ թեև եղել են 25-ի ընթացքում, բայց երկար ժամանակ հակառակորդի գնդակից զոհ չունենք, կամ ինչ վատ է, որ 17 կետանոց խաղաղության համաձայնագիր է նախաստորագրվել, այո, գերիներ ունենք, բայց նաև ադրբեջանական բենզին է ներկրվում, պարոն Օհանյան, միգուցե վաղը Հայաստանից Ադրբեջան արտահանումներ լինեն, չի ստորագրվել համաձայնագիր, բայց ունենք խաղաղության տանող պրոցեսներ, համաձայն չեք։ Տեսեք, խաղաղություն բոլորն են ձգտում, բայց այդ խաղաղությունը պետք է լինի իրատեսական եւ արժանապատիվ խաղաղություն, իսկ արժանապատիվ խաղաղության համար պետք է լինեն երաշխիքներ։ Երաշխիքները բաժանում են երկու մասի։ Ազգային երաշխիքներ, դա մեր ներքին ամրությունն է, մեր անվտանգության համակարգն է, մեր սահմաններն են եւ միջազգային երաշխիքներ, որոնք որ արտահայտում են միջազգային հարաբերություններով։ Այն ինչի մասին ես խոսեցի, դա կառավարման համակարգի ձախողման եւ պարտությունից հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունների իրավիճակն է։ Նրանք գտնում են Ադրբեջանի կողմից պարտադրանքի ճնշումների ներքո, իսկ ես կասեի նաեւ թուրք-ադրբեջանական տանդեմի ընդհանուր ճնշումների ներքո եւ այն փաստաթղթերը, որոնք որ նախաստորագրվել են եւ երբ որ մենք բոլորս ասում ենք, որ դրանք մեր շահերից չեն բխում, եւ այն քայլերը, որոնք որ կատարում են ադրբեջանցիները այսօր, իրենց համար այսպես մարտավարական քայլեր են, մարտավարական քայլեր են սիրաշահելու եւ իրենց համար ռազմավարական հետագան նպատակներ ունեն, որովհետեւ գիտեք, որ նրանց պահանջները օրըստօրե ավելանում են Հայաստանի Հանրապետության նկատմամբ, դա լինի սահմանադրական փոփոխություններ, դա լինի արևմտյան, ճակերտավոր ասած արևմտյան Ադրբեջան հասկացության ներքո ադրբեջանցիների
հետ վերադարձի։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ տնտեսական քայլերին, մենք երբևիցե ոչ հացահատիկի ներմուծման եւ ոչ էլ բենզինի ներմուծման խնդիրներ չենք ունեցել եւ մեր գործարարները կարող են այդ ամենը իրականացնել։ Այլ բան է, որ այսօր մենք դերևս ունենք խնդիրներ, դերևս խաղաղություն վերջնական հաստատված չէ, բայց մենք այդ գնումներով նաեւ լցնում ենք Ադրբեջանի բյուջեն, որը օգտագործելու է իրենց բանակի, իրենց զինված ուժերի, այսպես զարգացման համար, որովհետև էժան բենզին կլցնեն, պարոն Օհանյան։ Հիմա էժան բենզին մեկ անգամ երկու, այսպես ասեմ, էլի, երկու կանիստրա, 3 բենզին, 3 պարկ ցորեն տալով, այսօրվա դրությամբ, երբ որ Վրաստանում այդպես լոյալ մոտեցում է դրա նկատմամբ իրականացվել, դա չի նշանակում, որ միջև վերջ դա լինելու է եւ դերևս մենք պետք է ստուգենք, չէ, որակական ինչպիսի խնդիրներ ունեն։ Ես ինքս տնտեսագետ չեմ, բայց այդ քայլերը ռազմական տեսանկյունից նայելով դրանք մոլորեցնող քայլեր են Հայաստանի Հանրապետության իշխանությունների հանդեպ։ Տեսեք, էկոնոմիկայի նախարարը օրերս այսպիսի համեմատություն էր անում, պարոն Օհանյան, որ հայ-ադրբեջանական սահմանը անցնելու են կամ զինվորներ եւ տանկեր, կամ ապրանքներ եւ գնացքներ, այսինքն կամ ընտրում ենք առևտրի սխեման եւ կարգավորումները Ադրբեջանի հետ, կամ էլ լինելու է պատերազմ։ Ինչու եք դուք թերահավատ կամ զգուշավոր, կարող են ասել պատերազմից լավ չէ այս իրավիճակը առանց կրակոցների այսպես իրավիճակ է, կրակոցների փոխարեն մենք լսում ենք երկաթուղու հնարավոր վերականգնման մասին, գործակցության մասին, շատ չի ձեր զգուշավորությունը, երբ որ ասում եք մոլորեցնում են։ Ինչի վրա է հիմնված այդ թերահավատությունը։ Հակառակորդի բնութագրությամբ եւ նրանց հնարավոր գործողությունների բնույթը ուսումնասիրելով մենք գալիս ենք այն եզրակացության, նրանց քայլերը միշտ եղել են մոլորեցնող եւ այնպես չէ, որ այս ժամանակահատվածում կրակոցներ չեն եղել, կրակոցներ եղել են, այլ բան է, որ դրանք կարող է եղել են անկանոն կամ դրա մասին չեն տեղեկացվել, բայց ինչ վերաբերում է տարածաշրջանում ենթակառույցների ապաշրջափակմանը եւ առևտրի իրականացմանը, ոչ ոք դրան դեմ չէ, բայց դրանք պետք է լինեն ամբողջական քայլեր, ամբողջական քայլերին ոչ բնորոշ որոշումներին ենք մենք դեմ եւ գտնում ենք այդ որոշումները հետագայում իշխանափոխության ընթացքում պետք է փոփոխության ենթարկվեն, պետք է իրական երաշխիքներ լինեն եւ պետք է այդ ամենը բանակցվի եւ բխվի մեր շահերից։ Տեքստը, որ նախաստորագրվել է, պարոն Օհանյան։ Պայմանագրի տեքստը, որ նախաստորագրված է եւ այդ թրիպի ամբողջ ճանապարհը, եթե այդպես լինի անխոչնդոտ տեղափոխությունների եւ այդ ամենը չիրականացվի նույն երաշխից դեպի մեղրի ընկած այդ ճանապարհահատվածով, ապա լինելու է միակողմանի շահավետ Ադրբեջանի համար, թուրք-ադրբեջանական տանդեմի համար, որովհետև Սյունիքի հատվածով անխոչնդոտ տեղափոխությունները բերելու են տնտեսական էքսպանսիայի եւ բերելու են նաեւ ժողովրդագրական այսպես պատկերի փոփոխության, որովհետև տեսեք, այդ ճանապարհով անցնելը լինի երկաթգիծ, լինի նաեւ ավտոմոբիլային ճանապարհներ, եթե վերցնենք հարաբերականությունը լինելու է, չգիտեմ, միլիոնը 0.0 քանի տոկոսի, որովհետև հիմնականում այդ ճանապարհով անցնելու են ադրբեջանցիները եւ անցնելու են այն բոլոր շահառուները, որոնք որ օգտվելու են այդպես մեծ Թուրանի գաղափարից։ Ինչը կփոխեք։ Մեր համար Ինչը կփոխեք, ասում եք խմբագրման խնդիր ենք դնելու իշխանապողության։ Մենք փոխենք նախ եւ առաջ ապաշրջափակման հետ կապված հարցերը կապված են բոլոր ենթակառույցների շրջափակման։ Ես առաջին հերթին օրինակ մենք կվերագործարկեինք այն երկաթգիծը եւ այն ճանապարհները կարգի կբերեինք, որ այդ ճանապարհներով լինեն հաղորդակցություններ, օրինակ Ղազախ
Իջևան, այսպես Երևան եւ այդ ուղղությունը, որովհետեւ Հայաստանի Հանրապետության տարածքով այն ավելի մեծ տարածք է իր մեջ պարունակում եւ դրա տնտեսական շահերը մեր համար ավելի կարեւոր են լինելու, քան այն ինչ որ այսօր թրիպի անվան տակ են, իհարկե դրա ծրագրային իրականացման հետ դերևս խորությամբ մենք ծանոթ չենք, բայց անխոչնդոտ անցնելը այդ 43 կիլոմետրով եւ ոչ անխոչնդոտ անցնելը ամբողջ Նախիջևանյան հատվածով, որը գրեթե 3-4 անգամ ավելի շատ է, քան Մեղրիի հատվածում, մեր համար շահավետ չի լինելու։ Պահանջել եք նույն կարգավորումները, եթե անխոչնդոտ է իրենց համար, անխոչնդոտ լինի նաեւ հայկական բեռնատարն եւ դա նկատի ունեք։ Տեսեք, Թրամփի ուղու վերաբերյալ պարոն Օհանյան, ամեն դեպքում չեք ընդունի, որ ԱՄՆ-ի ներգրավումը Հայաստանի Հանրապետության հետ, գիտեք, համատեղ ձեռնարկություն պետք է ստեղծվի, նաև այդ ձեռնարկությունը պատվիրակի երկաթուղիների, ավտոճանապարհների, մալուխագծերի, գազատարների կառուցում, որոշակիորեն կզսպի Ադրբեջանի ռազմական նպատակներ։ Մենք 3-4 տարի առաջ շատ բաց Ալիևից լսում էինք ագրեսիվ սպառնալիքներ, միջանցք տվեք, հակառակ դեպքում զենք կկիրառենք, առավել լավատեսական գնահատականները հետևյալի մասին են, ինչպես կարող է Ադրբեջանը ագրեսիայի դիմել այն տնտեսական կոմունիկացիոն նախագծի նկատմամբ, ուր ներգրավված է ԱՄՆ-ն։ Միգուցե դա մեր երազանքների այսպես համաձայնությունը չի, լավագույնը կլիներ միայն մենք լինենք, բայց միգուցե չհարցակվի, եկեք չխորանանք, եկեք նախ եւ առաջ այդ թրիպի վերաբերյալ Հայաստան Դաշինքի ղեկավարը Ռոբերտ Քոչարյանը իր գնահատականը տվել է եւ այն փոխադարձության սկզբունքով ավելի պետք է, եթե այդպես է, երկար լինի եւ անցնի ամբողջ Նախիջևանի տարածքում։ Բայց դրա մեջ չխորանանք, երբ որ այդ ծրագիրը լինի եւ այդ ծրագիրը իրականացվի, մենք արդեն համապատասխան գնահատական տանք, բայց այդպիսի ծրագրերի իրականացումը խորությամբ եթե վերցնենք, նաեւ դարձնում է մեր տարածաշրջանը որոշակի առումով այսպես աշխարհակահաղական բախումների, որովհետև այդ նույն հատվածում նաև Ռուսաստանի Դաշնության հետ այդ համագործակցության շրջանակները մենք ունենք սահմանապահներ եւ գիտեք որ դերևս փակված չէ այն պայմանագիրը, որի մասին մենք վերջերս չենք խոսում եւ որը 44 օրյա պատերազմից հետո ստորագրվել է այդ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ես նկատի ունեմ։ Դե հայկական իշխանություններն ասում են մյուս կողմերը չեն կատարել այդ փաստաթուղթը, հետեւաբար այն իրականության մեջ գոյություն չունի, այսինքն մենք ազատ ենք զգում Ամերիկայի հետ համատեղ ձեռնարկություն ստեղծել եւ մոռանալ ռուսական մեկնաբանությունը ԱԴՑ-ի կանգնել այդ ճանապարհի վրա, ճիշտ չեմ ասում։ Այդ փաստաթղթի չկատարման վերահսկողության շահառուներից մեկը Հայաստանի Հանրապետությունն է եւ այստեղ գլոբալ առումով ես կարող եմ ասել հետեւյալը, ինչպես է բանակցվել եւ ինչպես ստացվեց, որ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության այդ ամբողջ Միջանցքի ճանապարհը, իսկ Միջանցքը իր մեջ պարունակում է ոչ միայն ճանապարհ, այլ բոլոր ենթակառույցները, այդ Միջանցքի գաղափարը այսպես ոտնահարվեց, միակողմանի փակվեց եւ Արցախը հայտնվեց այսպես շրջափակման մեջ եւ որևիցե մեկը չհարցրեց այդ պայմանագիրի ստորագրողներին, ինչպես ստացվեց, որ այդպես տեղի ունեցավ։ Ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները դրա պատասխանատուն են, որովհետեւ իրենք են բանակցել եւ իրենք պետք է բոլոր կողմերի նկատմամբ պահանջկոտություն ցուցաբերեին եւ հարցնեին։ Շատ լավ, պարոն Օհանյան, 26-ը ընտրական տարի է եւ Հայաստան Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը արդեն հայտնել է, որ հավանաբար ինքը եւս մասնակցելու է ազգային ժողովի ընտրություններին, նաեւ կխնդրեմ կարճ ձեր անձնական պլաններ, արդյոք դուք լինելու եք այդ ցուցակում թե ոչ, դրանից հետո հարցը կշարունակեմ։ Տեսեք, ունեք որոշում։ Հայաստան Դաշինքի ղեկավարը ասել է, որ 26 թվականի ընտրություններին, որովհետեւ դա համապետական գործընթաց է եւ բոլոր քաղաքական ուժերը, որոնք որ ունեն նպատակներ, ունեն այսպես ծրագրեր, իրենց մասնակցություն ունենալու են եւ Դաշինքը իր ծանրակրշիր մասնակցությունը ունենալու է։ Իհարկե այսօր Դաշինքը այսպես գնահատման եւ պլանավորման
փուլում է, դրա մասին 2026 թվականի սկզբին Դաշինքի ղեկավարության կողմից եւ նաեւ Դաշինքի կառուցվածքային մաս կազմող քաղաքական ուժերի կողմից կլինեն հայտարարություններ, ես Դաշինքի մեջ եմ, Դաշինքի կողքին եմ։ Չեք հեռանում քաղաքականությունից, դա հասկացանք։ Տեսեք, ներողություն 21-ին գալով խորհրդարան, ես հիշում եմ այն ժամանակ ձեր աջակիցների ճնշումը շատ մեծ էր ձեր ուժի վրա, որ պետք է հեռացնեք Նիկոլ Փաշինյանի կառավարության, դուք գալով ազգային ժողով խոստանում եք ձեր բառն օգտագործեմ խրամատավորվել եւ հեռացնել Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմին։ Մի քանի փորձեր եղան, եթե անկեղծ լինենք, փողոցային տարբեր շարժումներ, տարբեր դեպքերով պայմանավորված, սակայն իշխանափոխություն տեղի չունեցավ այս համարենք համարյա 5 տարում, արդյոք չեք հիասթափեցրել ձեր աջակիցները եւ չկա հավանականություն, որ թերահավատությունը մեծացած լինի ձեր ուժի նկատմամբ, հետեւաբար 26-ին ավելի քիչ ձայներ հավաքեք։ Տեսեք, խրամատավորման հասկացության տակ իմ բառերն եմ ես կրկնում, ես ասել եմ, որ մենք կատարել ենք մեր մոտակա խնդիրը, այսինքն խորհրդարանում ունենք մեր տեղն ու դերը եւ նշանակությունը, պետք է կատարենք հետագա խնդիրը դա նա էր, որ մենք մեր պայքարը պետք է շարունակենք եւ ազգային ժողովում եւ նաեւ ազգային ժողովից դուրս, դուք տեսել եք, որ ազգային ժողովում մենք հիմնականում ուշադրություն ենք դարձրել անվտանգային, արտաքին հարաբերությունների եւ նաեւ ըստ անհրաժեշտության սոցիալ-տնտեսական եւ այլ խնդիրների եւ մեր պատգամավորների մասնակցությունը ազգային ժողովի գործունեությանը բավականին ես արդյունավետ եմ գնահատում եւ նաեւ ազգային ժողովից դուրս մեր աշխատանքները պետք է շարունակենք մեր ընտրազանգվածի համակիրների եւ տարբեր շարժումների ձևով է դա արտահայտվել եւ նաեւ համայնքներում, տարբեր շրջաններում, տարբեր մարզերում աշխատանքի արդյունքում է դա հեռացնել Փաշինյանին արտահայտվել։ Ցավոք սրտի չստացվեց եւ մեր ասենք բացասական կողմերից մեկը դա այն է, որ թույլ է տրվել այնպիսի ուժ գալ այս իշխանության, որը որ մեր երկիրը հասցրեց այս վիճակի, դա հիմնականում ոչ թե Դաշինքին է վերաբերվում, այլ վերաբերում է իշխանություններին եւ երկրորդը մեր հիմնական թերությունը նաեւ կայանում է նրանում, որ ի վերջո մենք չենք կարողացել ձերբազատվել այս իշխանություններից։ 2026 թվականը կարծում եմ, որ մեր ժողովուրդը այնպես պետք է անի, որ թույլ չտալ այս իշխանությունները վերարտադրվեն։ Ոչ թե ինքնանպատակ չէ պայքարել իշխանությունների դեմ։ Ինքնանպատակ է պաշտպանել հայ ժողովրդի արժանապատվությունը, պաշտպանել մեր իրավունքները եւ նաեւ իշխանությունից հեռացնել այնպիսի մարդկանց, որոնք որ գտնվում են պարտադրանքի, գտնվում են Ադրբեջանի 44 օրյա պատերազմից հետո տարած հաղթանակից հետո գտնվում են ճնշման ներքո եւ արտաքին հարաբերությունների մեջ եւ Ադրբեջան-Հայաստան այդ հարաբերությունների հենց բոլոր բացերը, որոնք որ գոյություն ունեն, որովհետեւ միակողմանի ճնշման ներքո են գտնվում։ Եվ ինչ վերաբերում է մեր ընտրազանգվածի, մեր համակիրների, իհարկե որոշ մարդիկ կարող է հիասթափված լինեն, բայց մեծամասնությունը մեր կողքը կանգնած են եւ կարծում եմ, որ այսօր էլ հանրային դաշտում բավականին լուրջ փոփոխություններ կան, բացի մեր համակիրներից, շատ կան մարդիկ, որոնք որ հասկանում են, թե ինչ է կատարվել Հայաստանի շուրջը եւ գիտեն ինչպես անել, որպեսզի նաեւ այդ անկումը կանգնեցնել։ Ձեր ուժի նկատմամբ գիտեք ինչ վերապահում է հաճախ արտահայտվում, որ դուք պատերազմական այսպես իրադրությունից չխուսափող ուժ եք, այսինքն ոչ թե խրախուսող կամ պատերազմ հայտարարող կամ ռևանշիստական են հակառակորդների բառապաշարը չօգտագործենք, այլ որ դուք կարող եք անել քայլեր, որոնք կարող են բերել պատերազմի, մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը մի քանի կոնկրետ ծրագրեր է առաջ քաշում, խաղաղության հաստատում, սահմանների բացում Թուրքիայի, Ադրբեջանի հետ, տնտեսական գործընկերություն, չեք կարծում, որ 26-ին վարչապետ Փաշինյանի թիմին կհաջողվի քաղաքացիներին համոզել, որ
դուք իրոք կուսակցություն եք պատերազմի մասին, իսկ նա կուսակցություն է խաղաղության մասին եւ կվերընտրվի, պարոն Օհանյան։ Տեսեք, պայքարել մեր ինքնության համար, պայքարել մեր պատմությանը, հավատարմության եւ բոլոր այն ավանդույթների, որոնց առանցքում եղել է պայքարը, դա չի նշանակում, որ գնալ պատերազմի։ Պայքարել նշանակում է ստեղծել համապատասխան երաշխիքներ, ստեղծել համապատասխան այսպես ծրագրեր, որոնք որ եւ մեր ազգային հարթակում եւ նաեւ միջազգային հարթակում հնարավորություններ կընձեռնեն մեր շահերը առաջ տանել։ Սուտ է այն տեսակետը, որ մենք պատերազմի կուսակցություն ենք, ի վերջո եթե մենք համեմատում ենք մեր իշխանությանը, ես նկատում եմ նախկին իշխանության, որովհետև նախկին իշխանության ժամանակ էլ ինչ որ մի պահ ես այդ իշխանության մաս չեմ կազմել, բայց խաղաղության մասին խոսում է մի իշխանություն, ես նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որի կառավարման բոլոր տարիները պատերազմական իրավիճակներով, բախումներով լի են եղել եւ իր կողմից ստեղծվող խաղաղությունը դա միակողմանի պարտադրվող խաղաղություն է եւ կարծում եմ որ իշխանափոխությունից հետո իսկ իշխանափոխության անպայման պետք է գնալ, որովհետև պետք է լինեն այն ուժերը, որոնք որ կպայքարեն իշխանափոխության համար, լիարժեք խաղաղության այսպես իրավիճակ կստեղծվի եւ լիարժեք երաշխիքներ կլինեն։ Իսկ ես երաշխիքների մասին ես ասացի, որ նրանք բաժանում են երկու մասի, ազգային երաշխիքները դա մեր ամրությունն է, մեր ներքին ռազմավարական նպատակներն են, հավաքական կամքն է, իսկ դրանց իհարկե առանցքում մեր բանակն է, իսկ միջազգային երաշխիքները դա արտաքին հարաբերություններն են, որոնք որ բաժանում են երկկողմ հարաբերությունների եւ բազմակողմ հարաբերությունների։ Շատ լավ, տեսեք, պարոն Օհանյան, ձեր ուժը հանդես է եկել Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման, դաշինքային տրամաբանության դիրքերից, բայց չեք ընդունի արդյոք, որ վերջին տարիների իրադարձություններ Արցախի բռնի տեղահանություն, էթնիկ զտում եւ Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողություններ, Հայաստանի տարածքների օկուպացիա ապացուցել են, որ մեղմ ասած հայ-ռուսական դաշինքային հարաբերությունները քննությունից կտրվում են, ՀԱՊԿ-ը որևէ կերպ Ադրբեջան ռազմական ագրեսիաների փաստը չընդունեց, Ռուսաստանի Դաշնությունը ունենալով Հայաստանում ռազմաբազա, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանագոտում ռազմական ամրություններ որոշակի, ոչ միայն ռուսական դրոշը չկանխեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան, դրոշը մեր սահմանն, այլև մենք միայնակ մնացինք ըստ էության Ադրբեջանի ագրեսիաների հետ միասին, արդյոք ձեր մոտեցումները Ռուսաստանի հետ դաշինքային հարաբերությունների մասով չեն վերափոխվի այսքանից հետո։ Տեսեք, մեր հարաբերություններում բազմաթիվ ուղղություններ կան, որ քննադատման ենթակա են, բայց հարաբերությունները պահպանվում են երկկողմ։ Բայց դրան ընդառաջ ես մի բան ասեմ, որ հայ ժողովրդի նորանկախ պատմության մեջ մեր ինքնության պահպանման, Արցախի ազատագրման համար պայքարի ակունքներում հայ ժողովրդի պայքարի ոգին է եղել եւ հայ ժողովրդի միասնականությունը եւ համախմբվածությունը։ Այն մարդիկ, որոնք որ կարծում են, թե մեր փոխարեն որևիցե մեկը եկել պայքարել է, ստեղծել է մեր անկախ պետականությունը, պայքարել, կռվել է Արցախի համար, չգիտեմ, հաջողություններ է ունեցել կամ ստեղծել է բանակ մեր հայ ժողովրդի համար, դրանք ճիշտ չեն մտածում, այսինքն մենք ենք պայքարել, եթե խոսքը գնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կամ այն սադրանքներին պատասխանելուն, որ մենք պետք է իրականացնենք, Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի է եղել պատասխանել Ադրբեջանին, Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի է եղել իր զինված ուժերի եւ Արցախի պաշտպանության բանակի կիրառման համատեղության շրջանակներում պաշտպանել Արցախը եւ մեր սահմանները եւ ունենալ հաջողություններ։ Ինչ վերաբերում է հարաբերություններին, ես ասացի խնդիրներ կան, բայց այդ հարաբերությունների խնդիրները պետք է լուծել, պետք է բանակցել, ոչ թե վատթարացնել վիճակը։ Հայ-ռուսական հարաբերությունները
միակողմանի Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից են շատ դեպքերում ոտնահարվել հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում է այդպես եղել։ Օրինակի համար, երբ որ դու ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին որոշում ես ձերբակալել, այնպիսի հեղինակավոր կազմակերպության, ինչպիսին հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, այդպիսի վերաբերմունք էլ հենց բանն է, բայց ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների շրջանակներում այդ ակունքում մենք նորից տեսել ենք հայ-ռուսական հարաբերությունները։ Ես նորից եմ ասում եւ կրկնում եմ հետեւյալը, որ մենք հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք, այդ կազմակերպության գոնե ռազմական կոմպոնենտի զարգացման ակունքներում որպես հիմնադիր անդամ մենք կանգնած ենք եղել, օրինակ խաղապահ ուժերի շրջանակներում նույնիսկ մենք օրինակելի ենք եղել եւ մեր ծրագրերով եւ իրականացվող գործողություններով։ Եվ երկրորդը հայ-ռուսական հարաբերությունները մեզ երբևիցե չեն արգելել, որպեսզի մենք բալանսավորված քաղաքականություն վարենք ուժային կենտրոնների հետ, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ի վերջո չպետք է մոռանանք, որ այն ծրագրերը արևելյան գործընկերության այսպես տարածման զարգացման ուղղությամբ հենց հին ժամանակահատվածում է ստեղծել եւ այսօր էլ եթե օրինակ վեր ենք լուծում նույն տնտեսական հարաբերությունները կտեսնենք որ նախկինում Եվրոմիության հետ տնտեսական հարաբերություններում ավելի մենք ազատ ենք եղել, ավելի առավելություններ ենք ունեցել, բայց եկեք գնահատենք մեր աշխարհագրությունը։ Մեր աշխարհագրությունը գնահատելով մենք կարող ենք տեսնել, որ մենք Եվրասիայի կենտրոնում ենք գտնվում եւ մենք չենք կարող ոչ նորմալ հարաբերություններ ունենալ այն երկրների հետ, որոնք որ մեր հարևաններն են, Ռուսաստանը, Իրանի իսլամական հարաբերությունները, Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավումը դա նորություն չէ։ Մեր ծրագրերի մեջ միշտ էլ եղել է այդ հարաբերությունները բարելավել, բայց միայն այն բանից հետո, երբ որ լուծվեն այն հակամարտությունները, որոնք որ բխում են մեր շահերից։ Հիմա ինչ է ստացվում։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ասում են մենք բարելավում ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների, ինչ գնով։ Արցախի բացակայության, չէ՞։ Երեք քո եղբորը, այսպես պարզ բառով ասեմ, քո եղբորը սպանել են, Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն են իրականացրել, դու դա անտեսում ես եւ քո ձեռքդ մեկնում ես, ընդ որում շատ դեպքերում գնում ես խնդրելու ուղղությամբ, որպեսզի հարաբերություններ ունենաս Ադրբեջանի հետ։ Միջև բանակցողը Հայաստանի Հանրապետության շահերը արտահայտողը չփոխվի, որ պարտադրանքի ներքո չի լինի, չի կարող լինել լիարժեք խաղաղություն։ Պարոն Օհանյան, դուք ասացիք, որ Հայաստանի իշխանությունը ոտնահարել է ՀԱՊԿ-ի հետ Ռուսաստանի հետ հարաբերությունները, բայց այսօր ձեր նաև մի քիչ ցավալի թեմա եմ բացում, բայց նաև ձեր մարտական ընկերներ գերեվարության մեջ են Բաքվի բանտերում։ Եթե Ռուսաստանը ուներ հիասթափություն Փաշինյանի իշխանությունից կամ կար խզում եւ այլն, Արցախի իշխանություններն էլ Ռուսաստանի ռազմավարական շահերի դեմ քայլեր չեն արել, գոնե եթե նույնիսկ բռի տեղանությունը չէր կանխարգելվում ռուս խաղապահների կողմից, գոնե այս գերեվարումները նրանք կանխեն, դուք անձնական հիասթափություն այս իմաստով չունեք, որոշակի եկեք ճիշտ ասենք բոլորիս ակնկալիք այն էր, որ գոնե ռուս խաղապահների ներկայությունը Արցախում ամենավատթար սցենարը կկանխարգելի, գոնե գերեվարումները չլինեն, նաև ռուս գործընկերները շփումներ, դուք այս հարցը չեք բարձրացրել, որ լավ դուք Փաշինյանի հետ վատ հարաբերություններ ունեք, Արցախի ղեկավարությունը, որոնք ամենևին այսպես Ռուսաստանի դեմ տրամադրված չեն եղել։ Մեր գնահատականները կարող են լինել ենթադրությունների համատեքստում, գլոբալ առումով Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է գնահատական տան, ինչպիսին է եղել հարաբերությունները Հայաստանի եւ Ռուսաստանի,
բանակցային ինչ նրբություններ են եղել, բանակցային այդ նրբությունները ինչպես են արտահայտվել Արցախի ղեկավարման, ռազմաքաղաքական ղեկավարության հետ հարաբերություններում եւ այդ բոլոր քայլերը Արցախի հետ կապված մանավանդ շրջափակման մեջ գտնվելու ընթացքում ինչպիսի ընթացք է ստացվել։ Այսօր էլ որոշ քաղաքական ուժեր ասում են, որ դուք եք Արցախը հանձնել, դուք եք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ստիպել, որ, չգիտեմ, չճանաչեն կամ չգնան բանակցելու չգնան բանակցելու եւ այդ պատճառով է, որ նրանք գերության մեջ են, ոչ ոք այսօր չի կարող ասել լիարժեք գնահատական տալ, այնպես ինչպես կարող է այդ լիարժեք գնահատականը տալ Հայաստանի Հանրապետության իշխանությունը, որովհետեւ սկզբից մինչև վերջ իրենք են տիրապետել իրավիճակին, իրենք են այդ հարաբերությունների մեջ եղել եւ մեր տեսանկյունից Արցախի ղեկավարությունը, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը միջև վերջ մնացել է եւ դրանք միջև վերջ մնացել են եւ նաեւ նրանք գերեվարվել են Արցախի ողջ բնակչության սկզբից 150,000-ի, հետո 120,000-ի անվտանգության եւ Հայաստանի Հանրապետության տարածք անվտանգ տեղափոխման տեսանկյունից։ Բայց ռուս խաղապանները գոնե նրանց փրկե են, պարոն Օհանյան։ Ռուս խաղապանները իրենց խնդիրները ունեն, բայց այսօր ռուս որ խաղապահի հետ ես կարող եմ հարաբերություններ ունենալ։ Իհարկե, մեր մտահոգությունները, այդ հարաբերությունների ընթացքում մենք մեր տեսակետները արտահայտում ենք, բայց գլոբալ առումով դրա պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է իր իշխանությամբ, թող ինքը գնա ուսումնասիրի եւ մեր հանրությանը ներկայացնի ճիշտ այնպես ինչպես եղել է։ Շնորհակալություն հարցազրույցի ավարտին, եթե ունեք մաղթանք մեր քաղաքացիներին ամանորի կապակցությամբ, խնդրեմ։ Օգտվելով առիթից ես ուզում եմ նախ եւ առաջ մեր խոնարհումը արտահայտել մեր ամբողջ պատմության ընթացքում, մանավանդ նորօրյա պատմության Արցախյան բոլոր պատերազմների եւ Հայաստանի Հանրապետության սահմաններում զոհված, վիրավորված մեր բոլոր հայրենակիցներին, նրանց զոհված որդիների հիշատակը վառ պահելու, նրանց առջև խոնարհվելու եւ իհարկե մաղթանքս մեկն է, որ 2026 թվականը լինի հաջողությունների տարի, լինի խաղաղության տարի, բայց արժանապատիվ խաղաղության տարի լինի, նորից եմ կրկնում, այս իշխանությունների օրոք այն արժանապատիվ չի կարող լինել եւ մենք մեր նպատակում պետք է տեսնենք այս իշխանություններին թույլ չտալ վերարտադրվել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն ձեզ։ Հեռուստադիտողներ, Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Սերյան Օհանյանին։